Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Մերձավոր Արևելքում արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմը առայժմ չի ավարտվում, սակայն որոշակի դրական նշաններ կան, որ առաջիկայում այն կարող է կանգնեցվել։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են 2-3 շաբաթվա ընթացքում դադարեցնել Իրանի դեմ հարձակումը եւ Հորմուզի նեղուցի բացման պատասխանատվությունը փոխանցել նավթից ու այնտեղից նավագնացությունից կախված երկրներից։ Նա խոսել է նաեւ էներգակիրների գների էժանացման մասին, նշելով, որ այդ հարցում գլխավոր գործոնը կլինի ԱՄՆ-ի պատերազմից դուրս գալը, որը, ինչպես ասվում է, տեղի կունենա բավականին շուտով, ինչը ազդեցություն կունենա գների կայունացման վրա։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ Իրանի կառավարությունը չի դիմադրում, քանի որ նա պարտվել է եւ այլևս բանակ չունի։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները անարդյունք են եղել, սակայն ԱՄՆ-ն շարունակում է փորձել։ Այս ամենի խորապատկերին Wall Street Journal-ը հաղորդում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ է միանալ Հորմուզի նեղուցը բացելու ռազմական գործողությանը, դառնալով Պարսից ծոցի առաջին երկիրը, որը բացահայտորեն աջակցում է ռազմական լուծմանը։ Էմիրությունների դիվանագետները կոչ են արել ԱՄՆ-ին ու Եվրոպայի եւ Ասիայի առաջատար պետություններին կոալիցիա կազմել Հորմուզի նեղուցը բացելու համար, որը Իրանը փաստացի փակել է մարտի սկզբին։ Աղբյուրների համաձայն Էմիրությունները նաեւ ԱՄՆ-ին առաջարկել է ռազմավարական կարևոր նեղուցում կղզիներ գրավելու հնարավորություն, այդ թվում Աբու Մուսա կղզին, որը վերահսկվում է Իրանի կողմից եւ որի հետ կապված Էմիրությունները հավակնություններ ունի։ Բացի այդ, Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախորդային հայտարարություններով է հանդես եկել նաեւ Իրանի նախագահ Մանսուր Փեզեշքյանը, որը նշել է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են դադարեցնել հակամարտությունն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, եթե հանրապետությունն այլևս չենթարկվի հարձակումների։ Փեզեշքյանը նաեւ հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Միացյալ Նահանգների հետ բարի կամքով, սակայն բանակցությունների ընթացքում կրկին հարձակման է ենթարկվել, ինչը նրա կարծիքով ցույց է տալիս դիվանագիտության նկատմամբ Վաշինգտոնի իրական նվիրվածության բացակայությունը։ Եվ այժմ կզրուցեմ իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Ողջույն, պարոն Բերուջանյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Ընդհանուր իրավիճակը ինչպիսին կանխորոշեք այս պահի դրությամբ, հաշվի առնելով, որ բավականին հակասական են հայտարարությունները, մասնավորապես նաև Միացյալ Նահանգներից հնչող։ Եթե օրինակ համեմատենք պատերազմի մեկնարկի հետ, ապա միանշանակ պարզ է, որ ինտենսիվությունը եւ այն ռազմական գործողությունները, որ մեկնարկում կար եւ առաջին 10 օրյակում կար, բնականաբար նվազել է եւ սա պայմանավորված է մի քանի հանգամանքով, նախ քանի որ այդ ինտենսիվությունը իրականում անհնար է պահել երկար ժամանակ, երկրորդը նրանով պայմանավորված, որ կողմերի մարտավարությունը փոխվել է, օրինակ Իրանի դեպքում իրանական կողմը, քանի որ ամեն դեպքում Իսրայելը եւ ԱՄՆ-ն շատ մեծ վերահսկողություն ունեն Իրանի օդում եւ տեսեք գրեթե 10,000 թռիչք են կատարել եւ այդ ընթացքում լուրջ վնասներ չեն կրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի օդուժը, սակայն իրանական կողմը փոխելով իր մարտավարությունը վարում է ասիմետրիկ պատերազմ եւ սրանով պայմանավորված արդեն նաեւ տնտեսական լուրջ ճգնաժամ է ստեղծել տարածաշրջանում եւ ոչ միայն տարածաշրջանում, հետեւաբար այս պահին կարող ենք ասել, որ չնայած ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարողանում են Իրանին շատ մեծ վնասներ հասցնել, բայց այնուամենայնիվ ԱՄՆ-ն բախվում է լուրջ խնդիրների, նախ եւ առաջ պայմանավորված Հորմուզի նեղուցի փակման եւ նավթի գների բարձրացման հետ։ Հետեւաբար Թրամփի հայտարարությունները նաեւ ուղղված են այս ճգնաժամը մի փոքր կարգավորելու։ Իսկ դες ինչ քաղաքական իրական լուծումներ կարող են այս պահին սեղանին լինել։ Մենք տեսնում ենք, որ մի քանի ակտիվ պետություններ կան, որոնք միջնորդական ջանքեր են գործադրում, Պակիստան, Թուրքիա, Եգիպտոս, եւ տեսնում ենք, որ օրինակ Իրանի արտգործնախարարությունը եւ հենց արտգործնախարար Արաղչին գրեթե ամեն օր հեռախոսազանգեր է ունենում այս երկրի ղեկավարների հետ
Եվ կարծում եմ, որ ամեն դեպքում այս կուլիսային բանակցությունները չնայած իրանական կողմը մինչև այժմ հերքում է, որ նման բան կա, բայց ամեն դեպքում այս ուղերձները երկու կողմից էլ իրար փոխանցվում են եւ այն 15 կետանոց առաջարկը, որ ԱՄՆ-ն արել է, ըստ էության դա իրականություն է եւ իրանական կողմն էլ ծանոթ է այդ կետերին, չնայած այդ կետերի մասին կոնկրետ չի մանրամասնել, թե ինչ է գրված, բայց կարող ենք եզրակացնել, որ նախ եւ առաջ դրանք վերաբերում են այն բանակցային գլխավոր դրույթներին, որոնց շուրջ Իրանը եւ Վաշինգտոնը, Թեհրանը եւ Վաշինգտոնը բանակցում էին, նախ եւ առաջ միջուկային հարցն է եւ Իրանի այս հրթիռային ներուժի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունը եւ նաեւ այստեղ կարող է ավելացված լինել օրինակ Հորմուզի նկատմամբ վերահսկելիության սահմանում, քանի որ Թրամփը բազմիցս հայտարարում է, որ ԱՄՆ-ն նույնպես այս Հորմուզով անցնող նավերի նկատմամբ պետք է վերահսկելիություն ունենա, ինչը իրանական կողմում նույնիսկ ծաղրի տեսքով է ներկայացվում, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի Թրամփը ինչ-որ մասնակցություն ունենա։ Կարծում եմ, որ այս դրույթների հիմնականում այս դրույթների շուրջ է բանակցությունները եւ այն ուղերձները, որ միմյանց փոխանցվում են, պետք է սպասել այս առումով, քանի որ պատերազմի տրամաբանությունը այնպիսին է, որ Իրանը շարունակելու է ամեն դեպքում հարվածներ հասցնել տարածաշրջանի այն կարևոր օբյեկտներին, որտեղ տնտեսական լուրջ շահ կա միջազգային եւ հետեւաբար սրանով Իրանը փորձում է երկարաժամկետ փուլ մտցնել, որտեղ չնայած ինքը չունի շատ մեծ ներուժ հարձակվելու, բայց ամեն դեպքում, քանի որ կան օրինակ էժան ԱԹՍ-ներ եւ հրթիռային այնպիսի կարողություններ, որոնք այնուամենայնիվ չեն կարողանում Իսրայելը եւ ԱՄՆ-ն վերջնականապես ոչնչացնել, սրանով Իրանը նույնպես կշարունակի արդեն արաբական երկրների տարածաշրջանում այն կարևոր օբյեկտների հարվածներ, որի մասին խոսեցինք, եւ սրանցի մի իրավիճակ կստեղծվի, որ ոչ միայն օրինակ Վաշինգտոնի դիրքերը բանակցային սեղանին կլինեն գերակա, այլ նաև Թեհրանը կունենա ինչ-որ խաղաքարտեր, որոնցով կարող է ինքը նույնպես որոշ զիջումներ պարտադրել Վաշինգտոնին։ Այսինքն նախորդիվ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, համաձայնությունները եւ այլն սպառված են, հիմա մենք խոսում ենք բոլորովին նոր օրակարգերի մասին։ Կարծում եմ, որ այդ դրույթները չեն փոխվել, դրույթները էլի առաջնային են, որովհետև հիմնականում դրանց շուրջ էր բանակցությունները, նախ միջուկային հարցը, օրինակ պետք է հասկանալ, թե Իրան ինչքան կարող է զիջումների գնալ եւ իրանական կողմի մարտավարությունն այն է, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԱՄՆ-ն ուղղակի հրաժարվի այդ դրույթներից եւ ուղղակի ինչ-որ համաձայնագիր կնքեն, որտեղ կպահպանվի նաեւ Իրանի միջուկային քաղաքացիական հարստացման հնարավորությունը, ինչպես նաեւ Իրանը կունենա այն Իրանի նկատմամբ բաժանմիջոցները կչեղարկվեն, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ քանի որ այս պատերազմը սկսվել է եւ Վաշինգտոնն ու Իսրայելը շատ մեծ ռեսուրսներ են ծախսել, որպեսզի կարողանան իրենց շահերը առաջ տանել, այս առումով կարծում եմ, որ Վաշինգտոնը չնայած այսքան ռեսուրսներ ծախսելու, ինքը կգնա այդ հիմնական խնդիրները զիջում պարտադրելու եւ հետեւաբար օրինակ նպատակներից մեկը, քանի որ միջուկային ծրագրի վերջնական չեղարկումն է, կարծում եմ, որ այս հարցը օրինակ շատ մեծ խնդիր կառաջացնի նաև հետագայում բանակցային սեղանին, որովհետև իրանական կողմը
եթե վերջնականապես հրաժարվի օրինակ միջուկային ծրագրից, ապա դա կլինի ոչ միայն անվտանգային զիջում, այլ նաև գաղափարախոսական եւ այդ երկար տարիների իրենց ռազմավարության կորուստ եւ հետեւաբար սրանով նույնպես հարված կհասցվի նախ եւ առաջ համակարգին, հետեւաբար իրանական կողմի այս հայտարարությունները եւ գործողությունները առաջին հերթին միտված են, որպեսզի համակարգը պահպանվի եւ կարծում եմ, որ իրանական կողմը նույնպես միջև վերջ գնալու տրամաբանությամբ է այս պահին շարժվում եւ սրանով նաեւ խնդիր է առաջացնում ԱՄՆ-ի համար եւ ԱՄՆ-ն կարծես այս զարգացմանը պատրաստ չէր եւ իրենք կարծում էին, որ համակարգը լուրջ ճգնաժամի մեջ կհայտնվի, բայց ամեն դեպքում համակարգը մինչեւ այժմ պահպանում է իր գոյությունը եւ նույնիսկ շատ ճկուն ձևով կարողանում է վերաձևակերպվել եւ ձևափոխվել եւ կարծում եմ, որ ընթացիկ նաեւ փոխվում է օրինակ Վաշինգտոնի մարտավարությունը եւ հայտարարություններն էլ Թրամփի սա են վկայում։ Բայց մյուս կողմից էլ տեսեք, եթե նաեւ այսպես ասենք, կողմերից որևէ մեկը չի ազդարում պարտության մասին կամ որպես այդպիսին պարտություն տեղի չի ունենում, ծոցի երկրների նաև համար ինչպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, ենթադրաբար նրանք չպետք է թույլ տան, այսպես ասենք, Իրանի գերիշխող դիրքերի ամրապնդում։ Միանշանակ, օրինակ, ծոցի երկրները նույնպես շատ մեծ շատ են տուժում այս պատերազմական իրավիճակից, քանի որ չեն կարողանում նորմալ առևտուր անել, նավթ տեղափոխել Պարսից ծոցով եւ հետեւաբար նաեւ այն հայտարարությունները, որ արաբական երկրները, մասնավորապես ծոցի երկրները միանալու են ռազմական գործողություններին, ցույց է տալիս, որ ամեն դեպքում այս Իրանի հարվածները արաբական երկրներին այնպիսի վնաս են հասցնել, որ ավելի լավ է օրինակ ինտենսիվ ռազմական գործողությունների մեջ մտնել սեփական շահը պաշտպանելու, քան վախենալ անվտանգային հարցերից։ Կարծում եմ, որ այս հայտարարությունները նաև վկայում են այն մասին, որ արաբական երկրները միանշանակ չեն ուզի, որ Իրանը հաղթած դուրս գա այս պատերազմից, բայց ամեն դեպքում սա այնպիսի մի պատերազմ է, որտեղ կարծում եմ, որ երկու կողմն էլ կհայտարարեն, եթե այս պահին օրինակ պատերազմը կասեցվի, վերջանա, երկու կողմն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին, օրինակ իրանական կողմը բազմիցս նշում է, որ իրենց հաղթանակը արդեն իսկ այն կլինի, եթե օրինակ համակարգը պահպանվի, իսկ ԱՄՆ-ն Թրամփը նույնիսկ հայտարարում է, որ իրենք արդեն բոլոր թիրախները հարվածել են եւ մոտակա շաբաթներին դուրս են գալու, բայց այդ դուրս գալու հայտարարությունները մենք պետք է ճիշտ հասկանանք, չեմ կարծում, որ ԱՄՆ-ն օրինակ կարող է այս տարածաշրջանից մերձավոր արևելքից դուրս գալ, սա ուղղակի հայտարարություն է նաև ներքին լսարանի համար, որ ամերիկյան օրինակ զինվորները այլևս մերձավոր արևելքում գործողություններ չեն անում եւ չեն վտանգում իրենց կյանքը, սա նաև ներքին լսարանին է ուղղված, որովհետեւ տեսնում ենք, որ ԱՄՆ-ում նույնպես շատ մեծ դժգոհություն կա պատերազմի վերաբերյալ, բայց այսքան ռեսուրս ծախսել մերձավոր արևելքում Իրանում եւ ուղղակի հրաժարվել եղած օրինակ այդ ձեռք բերված պտուղներից կարծում եմ, որ ԱՄՆ-ն չի կարող, որովհետև մենք պետք է հաշվի առնենք, որ Վաշինգտոնի հիմնական նպատակը նաև Չինաստանին եւ Ռուսաստանին զսպելն է եւ կարծում եմ, որ ԱՄՆ-ն կարող է զուտ ձևափոխել իր ներկայությունը եւ օրինակ նույնիսկ Թրամփը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են Իրանում միջուկային ծրագրի եւ նավթի վերամշակման եւ արդյունահանման նախագծերում ներկայություն ունենալ
եւ կարող ենք ասել, որ Վաշինգտոնը ամեն դեպքում ամեն ինչ անելու է, որպեսզի Իրանում եթե վերահսկելիություն չունենա, ապա գոնե կարողանա օրինակ կառավարվող քաոս պահպանել։ Սա կարող ենք մանրամասնել այսպես, որ Իրանում պահպանվում է համակարգը, բայց ամեն դեպքում, եթե այդ համակարգը փորձի օրինակ միջուկային ծրագիրը, եթե օրինակ պայմանավորվածություն ձեռք չեն բերում իհարկե, եւ շարունակվում է համակարգի գոյությունը եւ համակարգը եթե նորից միջուկային ծրագիրը փորձի զարգացնել կամ հրթիռային արտադրությունը զարգացնել, ապա քանի որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն օդուժում ունեն գերակադիր եւ կարողանում են թիրախներին հարվածել, ապա հետագայում նույնպես նրանք կարող են հարվածել այն արտադրամասերին գործարաններին, որտեղ տեղի են ունենում տվյալ նախագծերը։ Այստեղ նաեւ իրանական կողմի համար խնդիր կա եւ հենց Փեզեշքյանի եւ տարբեր պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ իրանական կողմի համար գլխավոր խնդիրը նաեւ երաշխիքներ ստանալն է, որը ապագայում այլևս ռազմական էսկալացիա եւ գործողություններ չի լինի Իրանում։ Շնորհակալ եմ, պարոն Մերոջյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցը Սիրանագետ Էդվարդ Պերուջանյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։